1999 թվականին կայացած անվտանգության խորհրդի նիստին Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց Մեղրին հանձնել Ադրբեջանին։ Այս առաջարկին դեմ քվեարկեցին միայն Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Դրանից օրեր անց հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը սպանվեցին ազգային ժողովում։ Այս հայասպան ահաբեկչության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահն էր, իսկ Սերժ Սարգսյանը ԱԱԾ պետ։ Վազգենը մեկ-մեկ սիրում է գինի, ես վիսկի, կամ էլ հակառակը։ Տարաձայնությունը դա թե տարաձայնություն չի։ Այս պատերազմի պարտության հիմքը դրվեց հենց այդ օրը, հոկտեմբերի 27-ին, երբ սպանվեց հայոց բանակի հիմնադիր Վազգենը, երբ սպանվեց հզոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը։ Սպանվեց բանակը, սպանվեց պետությունը, եւ այդ պայից սկսեց պարտության հետ հաշվարկը։ Հոկտեմբերի 27-ի հայասպան ահաբեկչությունից հետո սկսվեց Հայաստանի պատմության դժոխային շրջանը, սպանություններ, քաղաքական հետապնդումներ, ծեծ ու ջարդ, կեղծված ընտրություններ, թալանված բանակ ու թուլացած պետություն։ Մարդը կենդանուց տարբերվում է իր հիշողությամբ։ Ջնջիր մարդու հիշողությունը եւ նրա հետ կարող ես անել ինչ ուզես։ Այսօր փորձում են ջնջել մեր հիշողությունը, փորձում են բռնել մեր վախերը։ Քոքից եք բռնելու։ Որ հասնի քոքին կտեսնի ինչքան հաստ է, արդյոք կարա մաշսնի թե չէ։ Գողապետությունը կառավարման մի համակարգ է, որի նպատակը պետության ղեկավարների անձնական հարստացումն է, ժողովրդի եւ պետության հաշվին։ Տարբեր հաշվարկներով նախկին գողապետերի իշխանության տարիներին Հայաստանից գողացվել է մոտ 20 միլիարդ դոլարի հարստություն։ Մինչև քոքը մաշացրել են մեր երկիրը։ Սա նշանակում է 20 միլիարդ դոլարի զենք, որ թալանվեց մեր բանակից, 20 միլիարդի ինքնաթիռ եւ տանկ, որ չկրակեցին, 20 միլիարդի ԱԹՍ, որ չթռավ, 20 միլիարդի հոբ համակարգ, որ կփրկեր հազարավոր զինվորների կյանքեր, 20 միլիարդ, որ պետք է դառնար խրամատ, բայց դարձավ շքեղ պալատներ թալանչիների համար։ Դուք 20 տարի մեծացրեցիք ձեր պալատներն ու բանկային հաշիվները, դրա համար այսօր մեծացավ եռաբլուրը։ Փողից բացի Հայաստանից գողացել են նաև մարդկանց։ Պաշտոնական տվյալներով Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին Հայաստանից անվերադարձ արտագաղթել է 251,000 քաղաքացի։ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին Հայաստանից արտագաղթել է անվերադարձ 269,000 քաղաքացի։ Այսինքն ռոբասերժական բանդայի կառավարման տարիներին Հայաստանից անվերադարձ արտագաղթել է 520,000 քաղաքացի։ Հասկանում եք դա ինչ թիվ է։ Պատերազմից առաջ Արցախի բնակչությունը կազմում էր մոտ 150,000 մարդ։ Այսինքն Ռոբի եւ Սերժի կառավարման տարիներին Հայաստանից հեռացել է 3 հատ Արցախի բնակչություն։ Դուք Արցախի մասին խոսելու ոչ մի բարոյական իրավունք չունեք։ Դուք 20 տարի շարունակ հանձնել եք Արցախը։ Դրա համար էլ Ալիևի հետ ախպերություն էիք անում։ Սա Ալիևի երազանքի ծրագիրն էր։ Սա ազգասպան ծրագիր էր։ Մեկ շնչին բաժին ընկնող քաղաքական դիակների թվով Հայաստանը տարածաշրջանի բացարձակ առաջատարն է։ Թալանի, ընտրակեղծիքի, ծեծ ու ջարդերի գլխավոր կազմակերպիչ ու հիմնադիրները այսօր նորից որոշել են փրկել մեզ։ Տեսնես, որ այս անգամ էլ փրկեն մեզ։ Քանի հոգի է գնդակահարվելու ազգային ժողովում, քանի միլիարդ դոլար է թալանվելու եւ քանի միլիոն մարդ է գնալու Հայաստանից։ Եվ արդյունքում քանի հատ Արցախ ենք կորցնելու այս անգամ։ Բավարար փորձում են ներկայանալ նոր դեմպով, ավելի երիտասարդ, խելացի, այ ձեր ցավը տանեն, էսի հո ձեր բոտեքսը չի, որ մի հատ թարմացնեք ու գնաք տուրնիկ անեք։ Պրոֆեսիոնալ։ Էսի քաղաքականությունա, պետությունա, մարդիկ են ու մարդկային ճակատագրեր, որոնց վրա դուք միշտ թքած եք ունեցել։ Հիմա եկեք խոսում եք բռնությունից։ Մոռացել եք ոնց եք մարդկանց ջարդում ու նվաստացնում փողոցներում։ Խոսում եք զինվորից ու նրա հիշատակից, բայց մոռացել եք ոնց եք փողոցներով փաշ տալիս զոհված զինվորի սևազգեստ մայրերին։ Խոսում եք մամուլի դեմ ճնշումներից ու մոռանում ոնց փակեցիք ԱՄԵԿ+-ը։ 2002-ի այսօրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքում էր խոսակցությունները, թե մտադիր է մի քանի օր հետո կայանալիք մրցույթի պատրվակով եթերազրկել ԱՄԵԿ+ հեռուստաընկերությունը։ Խոսում եք ատելությունից, բայց մոռացել եք ձեր բռնաբար պաշտոնյաներին։
Պապաներին պետք է անպայման ջարվի եւ գլխատվի։ Աստված մի արասը որ բռնեցին, հաստատ իրանք բռնաբարվելու են։ Ասում եք Հայաստանը դարձնելու եք շինհրապարակ։ Այդ ո՞նց եք դարձնելու շինհրապարակ։ Այն նույն ձև ոնց էր հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին սեփական տան մեջ քնից անելով ունեզրկեցիք։ Տանը չէր, առանց իրագիտության այդ բակակով կտրեցին դուռը, բացեցին, մտան հարկադիր գնահատման, հետո եկան մեր բակ։ Խոսում եք կրթությունից, բայց ըսկի հայերեն խոսալ չգիտեք։ Ես որ հայերեն գրեմ 2-3 տառասխալ եմ անել։ Բան չի փոխվել։ Տապարանքը Խոսում եք տղամարդկությունից, կառուցում եք անպարտելի տղամարդու կերպար։ Շատ լավ, ապացուցեք։ Ձեր տղամարդկությունը, ձեր դուխը, ձեր գիտելիքները ցույց տալու ամենալավ առիթը հունիսի 18-ին նախընտրական բանավեճն է։ Գնացեք եւ ուղիղ եթերում ցույց տվեք, թե որքան ուժեղ տղամարդ եք։ Ոնց չի գնալու, ոնց թե մերժելա։ Կարողա վախումա որ կպարզի որ խոսալ չգիտի։ Թռնելը առհասարակ լավ բան չի։ Այս պամպերսն է 120 դրամ է։